Սիրելիներ, մեր եղբայրները նորիկ եղբայրը խոսեց Հիսուսին հոգով տեսնել եւ հավատալ։ Առանց դրան մեր հոգեվոր աչքերը չբացվի, մենք ոչ մի հոգեվոր խորհուրդ չենք տեսնի, չենք հասկանա։ Դա այն միտքն էր, որ շարունակեց մեր Սասուն եղբայրը, որ հոգով տեսնել Աստծո խոսքը, Աստծո խոսքի միջի լույսով լուսավորվել եւ խոսքի հայտնությունն ալ, որպեսզի կյանքի հոգեորենքը թափանցի մարդի մեջ եւ մարդին մեղքից ազատի։ Մեր Սամվել եղբայրն խոսեց շարունակական միտք կարնդեղ, նա խոսեց, որ մարդի մեջ զորություն չկա, որ կարողանա հաղթել, մարդ իր այն մասնագիտության չհենվի, հավատքով միայն Աստծուն նայի ամբողջ կյանքի մեջ, որպեսզի այդ հավատքը սովորի։ Ես էլ հիմի շարունակում եմ այդ ընդհանուր միտքը Սուրբ Հոգով հետևյալ ձևով, սիրելներ։ Սիմոն Պետրոս պատասխան տվավ, Տիրոջ ասեց, որու երթանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Շատ խորհրդավոր խոսք է։ Հովանի 6:69-ներ, Հովանի 6:69։ Սիմոն Պետրոս պատասխան տվավ, Տեր, որու երթանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Շատ մարդիկ են գալիս հավատքի։ Շատ մարդիկ են ընկնում Աստծո ճանապարհը։ Բայց արդյոք նրանց մեջ այս հավատքը կա, որ ուր գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Ամեն մարդ կարա էդի սրտանց ասի։ Կարա էդ իր հոգու մեջ ասի, ուր գնանք։ Չի ասում, ուր գնանք, դու 5000 մարդին 5 հացով կերակրեցիր, չասված կանայք երեխաներ։ Ուր գնանք, դու մեռելին հարություն տվիր։ Ուր գնանք, դու կույրերին, դիվարներին, որ գերեզմաներում սարսափելի վիճակի մեջ էր, դու նրանց կյանք տվիր։ Ուր գնանք, նա մի բան ասեց, ուր գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Այս բոլոր եղբայրների քարոզացի հիմքը, որ այնպես հավատալ Քրիստոսին, որ այդ խոսքի մեջ կյանք տեսնել։ Եթե դու Աստծո խոսքի մեջ կյանք չես տեսնում, չես հավատում դրան, ես ասեմ քեզ մի կարևոր բան։ Մարդին հավիտյան կապում է Աստծո խոսքը մարդի հետ։ Ոչ հրաշքն է կապում, ոչ զորություն է կապում։ Ուզում եք մի հատ մարգարեություն ասեմ, որ մարգարեացել է մի մարդ, որ քրիստոնեությունից միլիոն կիլոմետր հեռու է, բայց մարգարեացել է։ Կարդամ լսի։ Դուք այս բաները չեք գիտեր, չեք խորիր, թե աղեկ է մեզի, որ մարդը ժողովրդի համար մեռնի ու բոլոր ազգը չկորսվի։ Բայց այս բաները ոչ թե ինքը իր մեզ զրուցեց, հապայն տարվան քանապետ լալով մարգարեացավ, թե Հիսուսը ազգի համար պիտի մեռնի։ Տեսնում եք, մարդ, որ Քրիստոսին խաչում է, բայց մարգարեանում է։ Մարդին հավիտյան Աստծո հետ կապում Աստծո խոսքը։ Եթե այդ խոսքի նկատմամբ հավատ չունես, դու հավատացիության հետ գաղափար չունես, միլիոն կիլոմետր հեռու ես։ Դրա համար մեղքնել քաղցի քեզ, փորձունել քաղցի քեզ, այս աշխարհի հարստություններ քաղցի քեզ, աշխարհի ցանկությունները քաղցի քեզ, սա քաղցեր, ինչ կա տեղ։ Չհասկանալու։ Որ քո մեջ փուշ եղավ, եղբայր ջան, մի հավատացյալ ես, բայց փուշ կա մեջդ, աշխարհի զբաղմունք։ Այսօր մանավանդ երիտասարդները գիշերցերեք այդ հեռախոսների վրա են։ Բայց մի րոպե չեն տրամադրի Սուրբ Գիրք կարդալու։ Այդ մարդը ինչ պիտի հասկանա հավատքից։
հարստյան խաբեություն։ Բոլորս է գիտենք, որ շատերը եկել եք ստեղ, որ փող աշխատեք։ Դրա համար եկեք Մոսկվա։ Որ կարողանաք ապրեք, կարողանաք կյանք ստանաք, ընտանիք ստանաք։ Եվ դա կարողա ձեզ մղի տանի այդ ուղղությամբ։ Բայց հետաքրքիր է, Աստծո խոսքի մեջ մեծ հարստություն կա թե աշխարհի մեջ։ Այդ հավատքը պիտի տեղափոխվի։ Եթե մենք խոսքի մեջ, ասма խոսքի մեջ կա հավիտենական կյանք, նա ավելի հարուստ է։ Տեսեք, Մովսեսի նման մարդը, երբ որ հավատքի մեջ մեծացավ, ասեց ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախատինքը, քան Եգիպտոսի սաղ գանձերը։ Արդյոք դու խոսքին այնպես ես հավատում, այնքան հարստություն կա այդ խոսքի մեջ, որ Քրիստոսի նախատինքը ավելի մեծ հարստություն ես դու համարում, քան Եգիպտոսի գանձերը։ Հավատքդ հասել է տեղ թե չէ։ Դրա համար ես ուզում եմ, ես հոգով տեսնում եմ մի բան եմ տեսնում և ուզում եմ դա ձեզ հետ կիսվել։ Առաքյալները, եղբայրներ քույրեր, 3 շրջան են անցել հոգևոր կյանքի։ Առաջի շրջանը, առաքյալները, որ եկան հանդիպեն Հիսուսին, մինչև խաչելությունը, նրանց հասկացած կյանքը ուրիշ էր։ Խաչելությունից հետո Հիսուս հարություն առավ, նրանց խիստ հանդիմանեց իրանց անհավատության և սրտերի կարծության համար։ Գրված է Մարկոս 16:14 խոսքը, Մարկոս 16:14 խոսքը։ Դրանից հետո 40 օր շատ ապացույցներով ապացուցեց ինքը ով է։ Եվ ինքը իր քարոզության մեջ ասել է. լավ է ես գնամ, Սուրբ Հոգին պիտի կացեսի, այդ 40 օրվա կյանքն էր ուրիշ կյանք էր։ Պենտեկոստեից հետո նրանց կյանքը լրիվ փոխվավ։ Այդ 3 շրջանները մենք պետք է անցնենք։ Ես մտածում եմ մեր ժողովուրդը դեռ շատերը առաջի շրջանի մեջ են։ Այդ առաջի շրջանը կոչվում է անհավատության և ինքնավստահության շրջան։ Մինչև Սուրբ Հոգին քեզ չհանդիմանի քո անհավատության համար, դու անհավատությունից չես բժշկվի։ Մինչև Սուրբ Հոգին չհանդիմանի քո սրտի կարծության համար, դու դրանից չես բժշկվի։ Դրա համար դու խոսքին պիտի բռնես։ Հիմա ես փորձեմ առաքյալների հանդիպումը Պետրոսի առաջի հանդիպումը Քրիստոսի հետ։ Ինչպես է սկսվել Պետրոսի մոտ։ Մեր մեջ էլ այդպես պիտի սկսվի, ուրիշ ձևի սկսվել իրավունք չունենք։ Եթե մենք ուշադիր նայում ենք Սուրբ Գիրքը, Պետրոսի կյանքը մանրակրկիտ գրված է մինչև վերջ։ Ոնց է հանդիպել, ինչ է խոսել հետը, ինչ է հայտնություն արել, այս բոլոր մտքերը, եթե ուշադիր նայեք, ուշադիր ուսումնասիրեք Պետրոսի կյանքը, կտեսնեք այդ ճանապարհով է տանում մեզ Աստված։ Կամ մեզ տանում է Պողոսի ճանապարհով։ Պողոսի կյանքն էլ մանրակրկիտ գրված է լրիվ։ Դա գրած է, որ մենք սովորենք այդ կյանքը։ Եղբայրներ քույրեր, հիմա Հիսուսի առաջի հանդիպումը Պետրոսի հետ։ Լուկասի ավետարանում գրված է, որ Հիսուսը ժողովրդին, որ խոսում էր, տեսավ ծովակի կողը, ժողովուրդը լիք բազմություն լսվեր իր վրա, եւ ուրկաները հանրին լվանում էին Պետրոսը, Հակոբոսը, Հովանեսը, վերջ իրանց այդ եղբայրներով։
Ինքը նավերը մեկու մեջ մտավ Սիմոններ աղաչեց անոր որ քիչ մը ցամաքեն ծովու մեջ տանի նստելով նավերի մեջ ժողովրդին սովորեցնել Պետրոսը մի հատ հասարակ աղքատ մարդ էր Հիսուս նրան չհրամայեց Ես որ Գագիկին ասեմ Գագիկ ջան լսի ինչ եմ ասում բայց որ աղաչեմ Գագիկ ջան աղաչում եմ լսի ինչ եմ ասում Որն է լավ, աղաչելը թե հրամայելը։ Ինչքան լավ կլի, բոլորս իրար հետ աղաչելով խոսել սովորենք։ Մեր երեխաների հետ, մեր ընտանիքների հետ, մեր կանանց հետ, օտար մարդկանց հետ, որ աղաչելով խոսել սովորենք, այնքան գեղեցիկ կլնենք մենք։ Մարդը խոսալել պիտի սովորի։ Աղաչում եմ քեզ։ Ինչքան լավ կլի որ աղաչենք իրար դա սիրուն է եւ գեղեցիկ է Եվ խոսելը դադարեցավ ըսավ Սիմոնին առաջ տար նավը դեպի խորունգ ուրկանը ձգեց ձուկ որսալու Սիմոնը պատասխան տալով սավանոր վարդապետ բոլոր գիշեր աշխատեցա բան մը չբռնեցի բայց քո խոսքիդ համար ուրկանը ձգեմ Ստեղ չի գրած խոսքը վերջացրեց Ստեղ գրված է դադարեցրեց։ Տենց է գրած։ Այսինքն Հիսուս մարդի հոգու աշխարհն է նայում։ Ինչ է կատարվում Պետրոսի հոգու աշխարհը եւ մյուսների հոգու աշխարհը։ Նրանք եթե հարուստ մարդ լինեին, ձգնորսություն իրանց համար կլներ զբաղվում, կգային կարթը կգցեին կամ սետկեն կգցեին, կար չկար, թողեին այդ հանդում, սաղ գիշեր խին չարչարվում։ Այս մարդիկ այնքան աղքատ էին, որ սաղ գիշեր չարչարման, որ ծուկ բռնեն, տանեն, վաճառեն կամ տանեն երեխեք ուտեն։ Շատ աղքատ էին։ Եվ այդ մտածմունքները իրանց հոգու աշխարհում կար այդ մարդկանց։ Հիմի Աստված Հոգիա նա նայում է հոգու աշխարհ ինչ է կատարում հիմա։ Ինչ մտքերի մեջ ես, ինչ խորհուրդների մեջ ես։ Ինչ է ծանրացել հոգու աշխարհը։ Քո հոգուն միայն ստեղ նստած հետաքրքրում է Քրիստոսին։ Ոչ մեկին չհետաքրքրում, անգամ կարող է քեզել չհետաքրքրի։ Նա ամեն վարքյան, սիրելի եղբայրներ քուրեր, նա մեր հոգու համար ամեն վարքյան կարծամ լսեմ, որ ամեն վարքյան նա հետևում է մեզ։ Այն օրը գինի այգի վրայով երգեցեք, ես Տերս կպահեմ զանիկա, ամեն վարքյանի մեջ կոռոքեմ նրան։ Ամեն վարքյան եկեղեցի հոգիները Աստծո ուշադրության կենտրոնում են։ Սա գրված է Եսայի 27-ի 2-ը։ Ամեն վարքյան մի վարքյան դու չես վրիպում Աստծո աշկերից։ Քնած կլնես, ճանապարհին կլնես, որտեղ կլնես, իր եկեղեցու համար։ Իր այրով գնված ժողովրդի համար։ Քեզ մկրտել է Սուրբ Հոգով։ Քո հոգու մեջ մտել է, որ գործ անի քո մեջ, չի մտել այնտեղ պարապ մնա։ Որ քո աչքերը բացի, կյանքի ջրորը տեսնես, որ քո մեջն է։ Ուզում ես սովորացնի քեզ, որ քո աչքերը բացվեն, Սուրբ Հոգին կյանքի ջրհորը, ինչպես Հագարի աչքերը բացեց։ Որ կյանքի ջրհորը օգտվես այդ կյանքի ջրհորից։ Կյանքի ջրհորը քո ներսն է, դու ուրիշ տեղ ես ման գալի։ Չհասկանալով։ Այդ տառապանքը պետք է լուծեր Քրիստոս։ Հիմի քո ներքին տառապանքը Աստված ուզում է մի ձևով լուծի։ Նեղություն բերելով կլուծի։ Ինչ դժվարությամբ կլուծի։ Ինչպես կանի քեզ։ Հիմա էլ կարող է դու շատի լսես եւ նա կարող է լուծի քո ներքին աշխարհի հարցը։ Կարող է շատի լսես
Եվ խոսքը մտնի քո մեջ եւ բժշկի քեզ։ Որտեւ Սաղմոսներում գրված համարկ այդպես 107-րդ Սաղմոսի 20 խոսքը կարդում ենք 107-րդ Սաղմոս 20 խոսքը իր խոսքը կղրկե ու կբժշկե զանոնք ու կազատե զանոնք իրենց կործանում են իր խոսքը հոգու դեղը մարդի հոգին բժշկում Աստծո խոսքով մարդի հոգին ոչ մի բանով չի բժշկվում ուտելիքով, հագնելիքով, փողով, վերաբերմունքով չի բժշկվում բժշկման միայն Աստծո խոսքով դրա համար այդ խոսքը դունես պետք է հավատաս որ նա բժշկի քեզ որ կյանք տա քեզ Հիսուսի աշակերտները կարդում ենք Սուրբ գրքի մեջ, որ ասեց, ես եմ կենացածը, ով իմ մարմինը սուտի, իմ արյունը սխմի, նա իմ մեջ կբնակվի, ես նրա մեջ։ Այդ խոսքերը շատ աշակերտներ լսեցին, ասма խիստ է խոսում, և գրված է շատ աշակերտներ թողեցին և հեռացան Քրիստոսից։ Շատ աշակերտներ, խնդրեմ կարդամ լսեք։ Այս պատճառով իր աշակերտները շատերը ետ գնացին, ալ իրենց հետ չէին մտնել։ Շատ աշակերտներ հետ գնացին։ Ես համոզված եմ, շատ մարդիկ գալիս են, հետո հետ են հետում։ Այս աշակերտների խելքին են։ Այս աշակերտների հավատք ունեն։ Դրա համար հետ են հետում։ Դրա համար պաշտամունքը իրանց համար ձանձրալի է։ Ես ասեմ ձեզ, եղբայրներ քույրեր, ես որ նոր եմ եղել, նոր հոգի եմ եղել, ես քարոզիչ չեմ եղել։ Մեր գյուղում արամ եղբայրներ գալիս։ 3 ժամ խոստովանություն էր, բոլորս դիմտնենք խոստովանության, բոլորս։ Մի ժամ էլ, 2 ժամ էլ վերլուծություն էր անում մեր մեղքերի, որ ոնց ապաշխարենք, ոնց մաքրվենք։ 3 ժամ էլ պաշտամունք էր անում 7 ժամ։ Մենք չէինք հոգնում։ 7 ժամ աղոթում էինք, երգում էինք, օրհնություն, զորություն։ Այս մարդիկ 2 ժամ չեն դիմանում հիմա։ Որտեվ իրանց ներսը Աստծո խոսքի նկատմամբ հավատ չկա, որ կյանքը իր խոսքի մեջ է։ Ուր գնանք։ Ասեց Հիսուս շուռ եկավ, ասեց, ուզում եք դուք էլ գնացեք։ Ասեց, եթե ուզում եք գնացեք։ Բայց Պետրոս ասեց, ուր գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ նայեք ուշադիր, ես շարունակեմ այն դրվագը, որ ձուկ բռնելից։ Պետրոսը այնքան էր այդ տեղերը գցել, երևի 10 անգամ գցած կլեր այդ տեղ, որտեղ որ Հիսուս ասեց գցի։ Կարող ավելի շատ գցած էր կամ քիչ գցած էր, վերջը։ Ինքը վարպետ որսորդ էր։ Ինքը լուրջ ձկնորս էր և վաղուց էր ձկնորս։ Նա այդ ծովի վրա այնքան տեղեր գիտեր և բոլոր տեղերը շրջեր էր նավով և ոչինչ չէր բռնել։ Ինքը չվստահեց, որ ինքը խելացի մարդ է։ Իր խելքին չվստահեց։ Իր փորձին չվստահեց։ Կարճ ասած, իրենից արհամարեց իրան, իր փորձը, իր նպատակները, իր ամեն ինչը դրեց գրախ, ինչպես Սամվել եղբայրը ասում էր, դրեց գրախ, ասեց, վարդապետ, քո խոսքիդ համեմատ, վարդապետ, քո խոսքիդ համեմատ, այսինքն ոչ թե իմ խելքով, ոչ թե իմ կարողությունով, հապա քո խոսքի համեմատ գցում եմ ուրկանը։ Ուշադիր լսեք, ասեց վարդապետ, չասեց տեր։ Ուշադիր լսեք, շատ կարևոր խնդիրներ կա ստեղ։ Քո խոսքի համեմատ։ Ուշադիր լսեք, որտեղից է ծնվել խոսքը։ Որտեղից է հասկացե, այստեղից նա ասեց, քո խոսքի համեմատ։
Դու Աստծո խոսքի համեմատ ես հավատում, թե քո խելքով, թե քո ցանկություններով։ Քո խոսքի համեմատ եմ գցում իմ խելքը, իմ փորձը, դրանց չեմ հավատում ես։ Ինչ չեմ հավատում։ Ես քո խոսքին եմ հավատում։ Եթե այդպես ես եկե հավատքի, դու տեղ կասնես։ Եթե Աստծո խոսքը քո խոսքի համեմատ, եւ նայեք ուշադիր Սուրբ Գիրքը, ամբողջ ուշադիր նայեք։ Ինչքան դիվարներ բուժեց, որը ընկավ Հիսուսի ոտեր ասեց. Ես մեղավոր եմ։ Ինչքան բորոտներ բուժեց, ինչքան կույրեր բուժեց, ինչքան մեռելներ հարություն տվեց, որ ընկավ ասեց. Ես մեղավոր եմ, ինձ հեռու գնա։ Ոչ մեկը չասեց։ Ոչ մեկը։ Բայց Պետրոսը, որ ասեց. Քո խոսքի համեմատ։ Այսինքն այդ խոսքը, որ դու ասիր, այդ խոսքի մեջ ես մի բան հավատացի, որ չկա աշխարհում։ Նա չհավատաց իր փորձին, չհավատաց իր ձգնորսությանը, չհավատաց իր կյանքին։ Դրա համար գրքում գրված է. դու ինչպես կարող եք ինձ հավատալ, որ մարդկանցից փառք եք փնտրում, եւ այն փառքը Աստծուց չեք փնտրում։ Իր վարդապետի խոսքը ամենակարևորն է այս մարդի համար։ Քո համար ինչն է ամենակարևոր։ Հələ մի հատ նա ինչն է կարևորը։ Աստծո խոսքն է կարևորը, թե քո ցանկությունները, թե քո փողի հարստությունը, թե քո զբաղմունքները, թե մարմնավոր գաղափարները, թե քո փառքը, դիրքը, ես իմ ինչը։ Սրանք կարևոր են քո համար, բայց Աստծո խոսքը կարևոր չի քո համար։ Բոլոր խնդիրները սկսում են այստեղից։ Բոլոր խնդիրները, խոսքը։ Տեսեք, Դավիթը խոսքը անարգեց, հասավ այդ օրի։ Սավուղը Աստծո խոսքը մերժեց, հասավ այդ օրի։ Ադամ Եվան Աստծո խոսքը մերժեցին, վրընդվան դրախտից։ Դու Աստծո խոսքը կարող անարգում ես, խաբար չես վրեդ։ Կարող ամերժում ես, խաբար չես վրեդ։ Կյանքը սկսվում Աստծո խոսքին հավատալուց։ Աստծո խոսքը ընդունելուց, Աստծո խոսքի մեջ կյանք տեսնելուց, ստեղից է սկսվում։ Ես, որ եկել եմ հավատքի, ես հավատացել եմ Մատթեոս 5, 6, 7 գլուխները, դրանք կյանքի խոսքեր են։ Ես հավատացել եմ այդ խոսքին, ընդունել եմ այդ խոսքը, որ եթե այդպես ապրեմ, կյանք ունենամ, այդ խոսքի մեջ կյանք եմ տեսել։ Եվ այդ խոսքը վրա է հասել եւ մեղքը ողջունցրել է իմ մեջ։ Եթե դու խոսքի մեջ կյանք չես տենում, նա վրա չի հասնի, մեղքի բնությունը չի հասնի քեզ, չի բացվի քեզ եւ մեր սասուն եղբոր քարոզը տեղ չի հասնի։ Եթե մեղքը չողջունցավ, դու ում հետ պատերազմ տանես, դու պիտի մի ահռելի բնություն տեսնես, որ պատերազմ ես իր դեմ, եւ Պողոսի նման նոր գոռաս ինչ խղճալի եմ, նոր զգաս դու անզոր ես, նոր զգաս դու միայն թշնամի ես Աստծուն, քո մեղքի բնությամբ, դու մարմնավոր մարդ ես, դու դա պիտի հասկանաս։ Իսկ դա հասկանում են Աստծո խոսքին սրտանց հավատացողները, որ նրա խոսքի մեջ կյանք են տենում, ուրիշ տեղ կյանք չեն տենում։ Դրա համար քեզի այսօր նայ ուշադիր, նայ ստուգիր քո կյանքը, ինչն է բռնում քեզ, որտեղ դու խոսքի նկատմամբ լուրջ հավատ չունես։ Դրա համար Հիսուս, նայեք, եթե դու Պետրոսի պես ուրանաս Տիրոջ, եթե դու Պետրոսի մեջ հանդիմանես Հիսուսին անգամ եւ երթվելով ուրանաս, տես ինչ ասում Հիսուսը քո համար։ Տերը սավ Սիմոնին, Սիմոն, սատանան ահա ձեզ փորձեց, որ ցորենպես խարբալե, բայց ես քեզ համար աղոտ կարի, որպեսզի քո հավատքը չպակսի, ու երբ որ դարձի գաս, քո եղբայրն հաստատես։ Երբ որ դու հավատաս, որ իր խոսքի մեջ կյանք կա,
Հիսուս աղոթելու է քո համար։ Մարդիկ չէ, Հիսուս։ Սուրբ Հոգին աղոթելու է քո համար։ Որ քո հավատքը չպակսի, դու վիճակից կընկնես, բայց հավատքից չես ընկնի։ Ընկնես, արդարը 7 անգամ ընկնի, պետք է լինի։ Գրված է գրքի մեջ։ Ասում է աղոթք եմ անում քո համար։ Պետրոս, Սիմոն, Սատանան ուզում է խարբալել քեզ, աղոթք եմ անում, որ քո հավատքը չպակսի։ Երբ որ դու դարձի գաս, քո եղբայրն հաստատես։ Եվ Հիսուս գիտեր Պետրոսի ընկճվածությունը, գիտես Պետրոսի շփոթվածությունը, հարությունից հետո ասեց. գնացեք, ասեք իմ աշակերտներին, պատկերացեք Պետրոսի անունը չտար։ Եվ Պետրոսին Հիսուս այն հավատքը, որ նրա մեջ, որ նա հավատում էր, որ խոսքի մեջ կյանք կա, Հիսուս նրան փնտրում է։ Հիսուսի աչքից նա չի վրիպում։ Չի վրիպում նա։ Նրան պետք է բժշկի, նրան պետք է ազատ դրի մեղքից, նրան պետք է սուրբ սարքի, որտեղ նրա հավատքը երկնքից եկած խոսքի հետ է կապված։ Երկրի մարդկանց հետ կապված չի, նրա հավատքը կապված է ուր գնամ դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Այդ հավատքը չպետք է պակսի։ Այդ հավատքը կարևոր հավատք է։ Այսօր շատերը այդ հավատքը չունեն։ Դրա համար բոլոր խնդիրները ժամանակի ընթացքում անհավատություն էլ բժշկի քեզ։ Քո ուրացյալ, չգիտեմ ինչ պիղծ սրտից էլ կազատի քեզ, եւ կյանքը կհայտնվի քո մեջ, եւ դու կապրես հավատքով, սիրելիս։ Դրա համար Սուրբ Հոգին։ Նայեք ստեղ, հավատքի մասն եմ խոսում։ Հետաքրքիր է, Հիսուս մի անգամ ասեց, ավելի հեշտ է, ուխտը, եկա ուխտ, ասեղի ծակով մտնի, այդ փոքր ծակով։ Բայց հարուստ երկինքի արքայություն չմտնի։ Եվ հաջորդ գլխում Զաքեոսի մասն է խոսում։ Այս մարդը հարուստ մարդ էր։ Հələ տեսնենք, այս մարդը ինչին էր հավատացել։ Ուշադիր նայեք։ Մարդը մինչև իր փառքյամա վրա խաշ չքաշի, նա չի կարող հավատալ Աստծուն։ Չի կարող։ Մաքսապետ մարդ էր, նա այդ քաղաքի ամենամեծ մարդկանցից մեկն էր, ով որ մտներ այդ քաղաք ուխտերով, չգիտեմ ինչերով, պետք է հաշվետվություն ներկայացնեն սրա։ Նա կարգ ունենար, ձիգ ունենար, էշք ունենար, ծառաներ կունենար, ոչ չէր ունենար։ Նազիր վեզիրներ, ասել մեր նազիր վեզիրներ, գնացեք ճամփա փասեք, ես պետք է միսին տենամ։ Կարգով նստեր, իշխանի պես գնար տենալու։ Բայց ժողովուրդ տեսան երեխու պես ծառայել է, այ քեզ բան։ Հետաքրքիր է, այս մարդը ինչեր ծառայել է։ Ոչ ինքն էր հիվանդ, ոչ իր կնիկը, ոչ իր երեխեքը, ոչ իր ծառաները, ոչ էլ որևէ բանի կարիք ուներ, ինչեր ծառայելնում։ Ես հավատում եմ, նա լսել էր, մի անձ է եկե աշխարհ։ Նրա նմանը չկա։ Նա քարոզում է ուրիշ կյանքի մասին, ուրիշ շարքայության մասին։ Նա նոր կյանք է բերել աշխարհ։ Եվ ինքը այդ փողերի հարստության մեջ կյանք չտեսավ։ Հաճույքների մեջ կյանք չտեսավ։ Նա հոգնել էր իր մեղքերից։ Նա հոգնել էր այդ զեղություններից, որտեղ Հիսուս հոգնածներին է կանչում։ Եվ նա երեխայի պես ծառայելով, նա գիտեր, որ ժամին գնար ծառայելներ, որպեսզի Հիսուսին տենար։ Նա չուշացրեց։ Նա հասկանում էր ուր է գնում, ում է ուզում տենալ։ Իրան պետք է Հիսուսին տենալ, որի խոսքերը կյանք են։ Նա հավատաց այդ խոսքերին։ Դրա համար իր փառքը, իր դիրքը, իր ամեն ինչը երեխայի պես ծառը բարձրացավ։ Եվ ամբողջ բազմություն, պատկերացնենք ինչքան բազմություն կա ստեղ։
Ու հանգարց էսկանի մեջ մեկին ասի, Զաքեոս, այսօր ինձ պետք է քո տունը կենալ։ Հետաքրքիր է, թող ասել Զաքեոս ջան, գիշլեմ քեզի կբժշկեմ քո սիրտը մեկը։ Խի ասես քո տունը կենալ։ Ինչի ասեց։ Որպեսզի այնտեղ մարդիկ կային ասեին, այդ աֆերիս, այդ խապեբա, այդ թալանչին, այդ պիղծ մարդի տուն մտավ։ Բայց Հիսուս եկել էր մեղավորին կյանք տալու։ Նա գիտի մեղքը մեղավորից շոկելը։ Նա մեղքի համար խաչվում է, մեղավորին սիրում ու բարեկամ ալինում, փառավորվի նրա անունը։ Նա քո բարեկամն է Հիսուս։ Ինչքան էլ մեղավոր ուզում ես եղի, մեղքը մեղավորը տարբեր բան են։ Մեղքը մեղավորի արարքն է, մեղավորը հոգի է։ Նա թանկ է, նա անմահ է, նա հավիտենական է, նրա համար մորթվել է Հիսուս Քրիստոսը։ Երկնքի փառքը թողել է, աղքատացել է, որ նրա աղքատանանով ես ու դու հարստանանք, փառավորվի նրա անունը։ Սիրելիներ, եւ պատկերացնում եք, երբ որ այդ ձկները լցվան, ինչ ասեց, Տեր ասեց, այդ որ վարդապետ քո խոսքը ընդունեց իր սիրտը, իր սրտի աչքերը բացվավ, ասեց, Տեր, խոսքը ներգործեց, ընկավ ասեց, Տեր, ինձ հեռու գնա, դու սուրբ ես, ես մեղավոր, եղբայրներ քուրեր, Աստված կենդանի հանդիպում է ուզում, այսօր Տերը ուզում է քո հոգու ներսը մտնի ընթրիք անի, Զաքեոսի տունը մտավ, այսօր ուզում է քո հոգու տունը մտնի, փառավորի նրա անունը, հավատա որ նա ուզում է մտնի քո հոգու տունը, եթե դու բացես քո սիրտը, եթե դու հավատաս այս խոսքերին, եթե դու Հիսուսին տեսնես տեղ, հոգուտ աշկերը բացվի տեսնես, որ Հիսուս տեղ այև ասես, Հիսուս մտի իմ հոգու աշխարը, բաց իմ հոգու աշկերը տեսնեմ, սուրբ հոգու կյանքի ջրորի մեջ, փառավորվի նրա անունը, սիրելիներ, և ինչ տեղ ունեցավ, այդ մարդ ընկավ գետին ինչ ասեց, ունեցվածքիս կեսը, ես այդ բանել դրվագն նկարագրեմ, երբ որ Հիսուս ասեց, Զաքեոս, վարիչիր, ինձ պետք է քո տունը գնալ, ասում է արտորալով, ուրախությամբ, ես հավատում եմ, այդպիսի ուրախություն կյանքում չէր վայելել, ուրախություն Աստծո խոսքից, ուրախություն Աստծո հայացքից, ուրախություն իրա խոսքը, ուրախություն էր, որ ասեց, Զաքեոս, շուտ արա, ասկե վարիչիր, ինձ պետք է քո տունը կենալ, այդ խոսքը մտավ իրա մեջ, և լցրեց ուրախություն և կյանք, թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի եղբայրներ քուրեր, և այս մարդը ուրախությունից, սուրբ հոգու ներկայությունից, ասեց ունեցածից, կեսը աղքատներին գտամ, եսեք ինչ ասում, չի ասում է մի քանի մանետ գտամ, ունեցվածքիս կեսը աղքատներին, ում էլ զրկել եմ, չորեք պատիկ կհատուցանեմ, իսկական ապաշխարություն, որ իրա սիրտը գնաց Քրիստոսի հետևից, և Քրիստոս ասեց, ասիկա է փրկություն եղավ էս տանը, ասիկա էլ Աբրամի որդի է, փառավորվի Տերը, չեք ուզում այդ խոսքը հնչի մեր սրտում, չեք ուզում Քրիստոս փառավորվի մեր սրտում, Քրիստոս Երևան քայլի մեր սրտում, փառավորվի նրա անունը, նա շուտով գալու է, մեզ ուզում է պատրաստել իրա գալուստին, մենք շուտով տեսնելու ենք իրա երեսը, դեմ առ դեմ, Հովանես Առաքյալը լցված Սուրբ Հոգով ասում է, մենք հիմա Աստծո որդիներ ենք, հայտնի չէ ինչ պետք է, բայց գիտեմ, դա հավատքի զորավոր է, գիտեմ,
որ նա հայտնվի նրա պես պիտի լինեմ եւ նրան պիտի տեսնեմ ինչպես որ է փառավորվի նրա անունը նա կենցանի այստեղ նա Սուրբ Հոգով էր մեջն եւ ուզում եմ մեր հոգու աչքերը բացի որ կյանքի ջրորը տեսնենք ու լսվենք Սուրբ Հոգով մեր յուղերը լսվի կանգնենք աղոթքի Սուրբ Հոգի ներկա է Սուրբ Հոգի գործում աստեղ փառք տվեք Park!